Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջունիկ Աղաջանյանը։ Տիկին Աղաջանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հավերը ընդունելու Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Տիկին Աղաջանյան, մի քիչ մենք խոսում էինք մեր ընտրությունների մասին, Սահմանադրական դատարանը վիճարկում է, թե ընտրությունները օրինական են, չեղարկի ընտրությունները, թե չէ, հանկարծ պարզվեց, որ Իսրայելը որոշել է հայոց ցեղասպանությունը ճանաչել։ Ինչու հիմա այսքան տարի հետո եւ արդյոք դա Հայաստանի հետ որևէ կապ ունի, թե իր աշխարհակաղակական նպատակներն են։ Տեսեք, Իսրայելը վերջի առնվազն 15 տարվա ընթացքում պարբերաբար նմանատիպ դրվագներ դրսևորել է եւ դա միշտ բացառապես պայմանավորված է եղել Թուրքիայի հետ հարաբերությունների սրման եւ որոշակի այսպես ասեմ, առևտրային գործարքներ, առևտուր քաղաքական առևտրի մասին է խոսքս, առևտրային գործարքների մասին։ Իհարկե ցավալի է, որ Իսրայելի համար, մանավանդ Իսրայելի համար, որը հոլոկոստ տեսած ժողովրդի պետությունն է եւ հենց նույն հոլոկոստի փաստորեն նախատիպը եղել է հայոց ցեղասպանությունը եւ դրա օրինակներով են նաեւ գերմանացիները որոշակի ծրագրեր մշակել եւ իրականացնել, հիշենք Հիտլերի հայտնի խոսքը, ով է հիշում այսօր հայերի ոչնչացումը։ Իրենց համար այսպես խնդիր է դարձել հայոց ցեղասպանության ճանաչումը ցավալիորեն եւ դա համարում են, որ այդ դեպքում իրենք ինչ որ միտեղ հավասարության նշան են դնում հոլոկոստի հետ, իսկ իրենք հոլոկոստը դարձրել են աշխարհաքաղաքական առաջնայնության եւ ազդեցության գործոն։ Հիմա այս պարագայում եւս մենք տեսնում ենք, որ իրենք խնդիրներ ունենալով, ինչ խնդիր են լուծում։ Խնդիրներ ունեն Թուրքիայի հետ, որովհետեւ սա տեղավորվում է ավելի մեծ գլոբալ աշխարհաքաղաքական վերաձևումների ծրագրի մեջ, որի մաս է նաեւ Իրանի դեմ գործողությունները։ Ըստ այդ ծրագրի, որը նաև ներառում է Թուրքիան եւ Ադրբեջանը, պատահական չէ, որ Ադրբեջանում արդեն 10 տարուց ավելի իսրայելական համապատասխան հատուկ կառույցները ոչ միայն ներկայություն ունեն, այլև հենակետեր ունեն, իսկ Արցախի հանձնումից հետո արդեն ամբողջովին տեղակայվել են այնտեղ ոչ միայն հետախուզական, այլև հեռահար այլ հարձակողական ծրագրեր իրականացնելու համար եւ նույն ծրագրի մաս է նաեւ Թուրքիան։ Իրանի դեմ անցյալ տարվա ամառվա գործողությունների ժամանակ Թուրքիայից մասնակցություն եղել է, թե փոքր քանակով, բայց եղել է, եւ այս տարվա մարտի գործողությունների ժամանակ ակնկալվում էր, որ պետք է ցամաքային գործողության իրականացման ժամանակ եւ Թուրքիայից եւ Ադրբեջանից համապատասխանաբար արդեն ներթափանցումներ լինեին իրանական տարածք եւ բարդացնեին Իրանի պաշտպանական խնդիրները։ Բայց առաջի օրերի անհաջողությունները եւ հանրային այդ տրամադրությունները ներ-իրանական թուրքական կողմին ցույց տվեցին, որ Իրանը կործանման եզրին չէ եւ այսպես այն գիշատիչի պես հերթական իրենց բաժինը պոկելու հնարավորությունը չեն ունենա։ Եվ հիմա եւ դրա համար նաեւ խանգարեցին Ադրբեջանին խառնվելու։ Կհիշեք, որ Նախիջևանի վրա իբրև թե անօթաչուներ էին ինչ որ հարձակվել եւ Ադրբեջանը այսպես շեփորներն էր հնչեցնում ռազմական, որպեսզի իր գործողությունները, բայց թուրքական կողմը բացատրեց, որ տանուլ տված գործողությունը մի խառնվի, սա այդ դեպքը չէ։ Եվ այս պարագայում, երբ որ մենք ունենք ամերիկյան կողմի ներկայիս այսպես դժկամորեն, հետ քաշման process-ը եւ ինչ որ մի անդոր վիճակի բերելու ուրեմն խնդիրը, որը հնարավորություն կտա իրենց ապահովելու նոյեմբերին հանրապետականների որոշակի ավելի լավ դիրքերով ընտրվելու հնարավորությունը, որովհետև խայտառակ է վիճակը այնտեղ, նավթի գները պահել կառավարելի մակարդակի, փորձել կառուցել գտնել
փաստացիորեն բավականին վնասված հեղինակությունը եւ վերականգնել ռազմական այն միջոցները, որոնք ծախսվեցին Իրանի վրա հարձակման ժամանակ, այսինքն իրենց որոշակի նախապատրաստական ժամանակահատված է պետք, եւ դրա համար է, որ Թրամփը ամեն առավոտ տեղից վեր կենալիս խոսում է զինադադարի եւ խաղաղության մասին, բայց իրականում դրա մտադրությունը չկա, մենք տեսնում ենք։ Այսինքն կներեք, հիասթափվել է Իսրայելը Թուրքիայի եւ Ադրբեջանի չխառնվելու այդ քաղաքականությունից։ Փաստորեն այն ամբողջ ծրագիրը, էներգիան, ռեսուրսները, Եվ հիմա փոխադարձ որ վատնվել էր, որպեսզի հաջողությամբ կարողանան Իրանը կործանման հասցնել, դրա փոխարեն Իսրայելը հսկայական հարվածներ ստացավ, արաբական երկրները սարսափելի կորուստներ կրեցին եւ հիմա իրենք բացարձակապես հետ են քաշվում ամերիկյան ռազմական հովանու գաղափարից եւ մի բան էլ դեռ խնդիր կա, որ գիտեք ըստ այս բանակցված համաձայնագրի, որ 300 միլիարդի վերականգնողական ֆոնդ պիտի ստեղծվի, որ Իրանի, այդ թվում նաեւ Իրանի այդ կործանված կամ վնասված արտադրությունները ենթակառուցվածքները վերականգնելու հնարավորություն ունենան եւ նաեւ այս պարագայում Ամերիկան չի վերականգնելու իր ռազմական բազաները մեր արաբական երկրներում, դրա փոխարեն միայն Իսրայելում է մեծ խոշոր բազա պահելու։ Այսինքն աշխարհակաղակական ազդեցության առումով սարսափելի կորուստ են։ Գումարած Իսրայելը այսօր եւ Իսրայելը 2 տարի առաջ քաղաքական հեղինակության առումով դրանք տարբեր բոլորովին երկրներ են եւ այսօր բոլորը Իսրայելին դիտարկում են խոսքս ղեկավարության մասին է որպես ցեղասպան եւ հանցագործ ադմինիստրացիա։ Հիմա նախապատրաստվում է ցամաքային հարձակումը, որի համար էական տարր է Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությունը։ Թուրքիան չի ուզում իր երկիրը վտանգի տակ դնել, նա ուզում է ռազմական միջոցներ ստանալ, ռեսուրսներ ստանալ։ Նախապատրաստումը առաջիկայում է նախապատրաստում։ Այո, ռեսուրսներ ստանալ, ֆինանսական միջոցներ ստանալ, քաղաքական կշիռը ստանալ, հեղինակությունը ստանալ եւ այսպես փոքր քայլերով մեծ արդյունք կամ մեծ բաժին որսալ։ Իսրայելը նման ցանկություն չունի, որպեսզի թողնի այդ ամբողջ ներդրումը, որ արել են թե Թուրքիայի, թե Ադրբեջանի վրա, լինի ռազմական, թե ֆինանսական, թե հետախուզական, թե բոլոր այլ տեսակների, որպեսզի դա ջուրն ընկնի եւ ապարդյուն հասնի։ Հիմա այսինքն շանտաժ անում այլ խոսքով։ Այո, հիմա շանտաժի պահն է, որովհետև Իսրայելի համար շատ կարևոր է պահել Թուրքիային, իսկ Թուրքիան ընդհանրապես իր տարածքները մեծացնելու, ազդեցությունը ավելացնելու եւ քրդերին իր տարածքից հեռացնելու եւ ջարդելու քրդական ամբողջ առանցքը խնդիր ունի միայն լուծելու։ Նա ցանկություն չունի ակտիվորեն պատերազմի մեջ մտնելու։ Տեսեք, ԱՄՆ-ը Իրան այդ համաձայնագիրը կա, կարծես թե ԱՄՆ-ն մտադիր է, գնալ խաղաղության, բայց լարվածությունը եռում է կրկին։ Այստեղ կողմերից ո՞րն է անդադ այսպես փորձում եռացնել process-ը եւ որն է ի վերջո վերջնանպատակը։ Տեսեք, խնդիրը չի լուծվել։ Երկու կողմերն էլ բոլորն էլ ովքեր դժգոհ են մնացել իրավիճակին տիրապետում են, հասկանում են, որ խնդիրը չի լուծվել, չի էլ լուծվելու այս ձևով, որովհետեւ ամերիկյան կողմը գնում է միայն ուլտիմատումների, վերջնագրերի եւ ուժի սպառնալիքի լեզվի, իսկ իրանական կողմը չես կարող այդպես խոսել։ Եվ խնդիրները, որը ամերիկյան կողմը առաջ է քաշում, նրանք ոչ մի իրավական հենք չունեն։ Անկամ միջուկային այդ հարստացման ծրագիրը ինքը միջազգային կոնվենցիաներով նման սահմանափակումներ չի դնում եւ տվյալ պարագայում մենք տեսնում ենք, որ փաստացիորեն մտածելակերպային փոփոխություն չկա, միջազգային իրավունքով հստակ սահմանափակումներ չկա, դա միշտ Իսրայելի դրդմամբ Ամերիկան օգտագործել է Իրանին սանկցիաների տակ պահելու, ճնշելու, տնտեսապես քայքայելու եւ այսօրվա նրանց կառավարման ռեժիմը փոխելու համար, այսինքն ենթակա դարձնելու համար։ Նույնը վերաբերում է նույն ամերիկյան պահանջներին բալիստիկ հրթիռների հետ կապված, որը ընդհանրապես աշխարհում սահմանափակումներ չկան, որովհետեւ դա պետության պաշտպանական հնարավորությունների համար է արվում։ Եվ այս պարագայում, այսինքն իրենց ոչ մտածելակերպն է փոխվել, ոչ պահանջներն են փոխվել, զուտ իրենց գործադրած քայլերի եւ ջանքերի ձախողումն է արձանագրվել։
Եվ այս պարագայում հաշվի առնելով Թրամփի ադմինիստրացիայի եւ ընդհանրապես ամերիկյան քաղաքական մտածելակերպի առանձնահատկությունները, իրենք այս պարտությունը կուլ չեն տալու։ Իրենք այս հեղինակության անկումը կուլ չեն տալու։ Այսինքն ձևականն է այդ Այո, համաձայնագրի ինչպես գնալը նշեցի, սա բանակցություններ։ ընդհանրապես ժամանակավոր է զուտ իրենց նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում իրենց դիրքերը ավելի ամուր պահելու համար, որովհետև թե նավթի գների բարձրացումը, որը էականորեն ազդում է բենզինի վրա, իսկ ամերիկացիները, ինչպես ասում են, քվեարկում են բենզինի գներով, թե նոր պատերազմի եւ դրա փաստացիորեն ակնհայտ ձախողման տեսանելիությունը հիասթափեցնում է ամերիկյան ընտրողի եւ մենք տեսանք, որ անգամ մագայի ճամբարում, հա, արդեն պառակտումներ են, բաժանումներ են եւ այլն եւ այլն։ Եվ այսօր հենց հանրապետական այդ սենատորների եւ տարբեր կոնգրեսականների տեխնացուներից շատ-շատերը փորձում են Թրամփի ադմինիստրացիայից հեռու խաղալ, որպեսզի իրենց վերընտրվելու կամ ընտրվելու հնարավորությունը չվտանգեն։ Այսինքն իրենք խնդիր ունեն այս պահին որոշակի այսպես կառավարելի դադար ունենալ։ Սա երբեք չի կարող խաղաղություն լինել։ Իրանական կողմն էլ է հասկանում, որ սա բնականաբար իրենից ոչինչ չի ներկայացնում, բացի ժամանակ շահելը, որը հնարավորություն է տալիս իրենց վերականգնելու եւ վերազինվելու, շարունակելու վերազինվել, ուսումնասիրելու այդ 40-օրյա գործողությունների ընթացքում սխալները, թերությունները, դրանք շտկելու եւ իրենց համակարգերը։ Կողմերը ժամանակ են շահում։ Կողմերը օգտվում են այս ժամանակից, ամեն մեկը տարբեր նպատակով, բայց օգտվում են այս ժամանակից, որովհետև շատ լավ հասկանում են, որ սա ընդհանրապես նախերգանքն է եւ հիմնական գործողությունները դեռ առջևում են։ Այս նախերգանքի ժամանակ շատ էր արդեն խոսակցությունները, որ Հայաստանով անցնող, այսպես ասած, թրիփի ճանապարհը այս պատերազմը խափանեց, հա, չնայած իշխանությունը միանշանակ պնդում է, որ դինելու է այդ ճանապարհը, Միացյալ Նահանգները ներդրումներ անելու է, ի վերջո թրիփը այս պատերազմից հետո ինչպիսին է լինելու, գործարկվելու է այն նախնական ձևով, որի մասին խոսվել է, պայմանավորվել է, թե ինչ-որ ձևով մշուշոտ է դառնում նրա ընդհանրապես ապագան։ Հարց տամ, հետո պատասխանեմ։ Իսկ դուք գիտեք թրիփը ինչ պայմաններով է իրականացվում։ Այն, որ ստորագրվել է Միացյալ Նահանգներում, ինչքան Բայց մենք պայմաններին տեղյակ չենք։ Մենք ընդհանրապես խոսակցական մակարդակով ունենք որոշակի դրվագների բացահայտում, որը մեր իշխանությունները գաղտնի են պահում։ Մենք չգիտենք բացի տոկոսների բաշխումից, մենք չգիտենք ինչ լայնքով է արվում 75-25 այդ մոտավոր թվերն էին ասում։ Ինչի 35-25։ 75% Չէ, Միացյալ Նահանգների։ դա ասում է, մենք փաստաթղթեր չենք տեսել։ Մենք չենք տեսել այդ երթուղի կոչվածի լայնքը ինչքան է լինելու, ինչ ենթակառուցվածքներ են ենթադրելու, հստակ որտեղով է անցնելու։ Այսինքն մենք իրականում գաղտնի գործընթացի հետ գործ ունենք, որը մեր թիկունքում արվում է մեր պետության եւ տարածքների հաշվին։ Ես դեռ շատ վաղուց եմ ասել, որ դեռ նոյեմբերի 9-ի այդ փաստաթղթի հետ կապված, որ պիտի իբրև թե ռուսական կողմը ապահով էր անվտանգությունը, որ այս իշխանությունները չեն գնալու, որովհետև արևմուտքը դա թույլ չի տալու։ Արևմուտքին պետք է միջանցք։ Իսկ պետք է միջանցք, որովհետև դա այն գինն է, որը Ադրբեջանը պահանջում է Իրանի դեմ գործողություններ անելու համար։ Այսինքն թրիփը ստեղծված չի մեզ համար։ Թրիփը ստեղծված է, որպեսզի ամբողջ այդ հյուսիսային Իրանի դեմ գործողությունների ժամանակ իրենք կարողանան ռազմական տեխնիկա եւ մարդուժ տեղափոխեն։ Այստեղ Նախիջևանի հարցը չի։ Իսկ դա այն գինն է, որը Ադրբեջանը պահանջում է։ Թուրքիան էլ հետը թիկունքից։ Այսինքն կրկին Իրանի դեմ։ Իրանի դեմ արևմուտքի շահն է, հա, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանը ընդհանրապես բսկտելու համար են դա անելու եւ թուրանական միջանցքը կառուցելու համար են։ Եվրոպան դա փորձում է օգտագործել Միջին Ասիայից կապը ապահովելու եւ Ռուսաստանը կտրելու համար։ Այսինքն մեր հաշվին բոլորի հաշիվները փակում են։
Եվ այդ տրամաբանությամբ, որ մենք հասկանում ենք, որ Իրանի դեմ գործողությունները ոչ միտեղ չեն գնացել, ընդհանրապես հիմա ավելի խորքային ցամաքային գործողությունների ներառմամբ ծրագրեր են մշակվում եւ փորձ է արվելու դա իրականացնել կամ սկսած այս տարվա վերջից մինչեւ մյուս տարվա գարուն շրջանը։ Թրիփը պիտի արագորեն իրեն կարողանան ինչ-որ միտեղ ընկալելի վիճակի բերել, որպեսզի կարողանան օգտագործեն։ Պատահական չէր, որ այս տարվա հունվարին էր, չէ՞, մեր արտաքին գործերի նախարարին աթոռին բազմած անձնավորությունը վազեվազ գնաց Վաշինգտոն ստորագրելու փաստաթուղթ, որտեղ նախատեսում էին այս գործողությունները եւ իրենց պետք էր արդեն իրավունքով այդ հաղորդակցությունը իրականացնել, իրենք չասեն Հայաստանը ձեզ իրավունք տվել է դա անելու, իրենք ասեն դե մերն է, սպասարկման ամբողջ ելնելով պետք է որ արագացված ռեժիմով իսկ դուք իրականացնեք, որ հիմա process-ները չեն գնում։ Ես օրինակ լսել եմ, որ Մեղրիում բավական արդեն հողատարածքներ եւ այլն են գնվում, մարդիկ վաճառում են իրենց այդ համապատասխան տարածքի ուրեմն սեփականությունը, այսինքն նախապատրաստական լուռ ու մունջ աշխատանքները տարվում են, նախագծման աշխատանքները տարվում են։ 43 կիլոմետրը մեծ բան չի, եւ այնտեղ պետք չի ասֆալտապատ ճանապարհ ունենալ, որովհետեւ դու կարողանաս, ասենք, ծանր զինտեխնիկա տեղափոխես։ Գրունտային էլ կարող է լինել։ Միանշան ավելի լավ, գրունտայինով ավելի հեշտ են գնում։ Այստեղ խնդիրը զուտ երկաթուղային հաղորդակցություններ, բայց երկաթուղային հաղորդակցությունը տվյալ պարագայում արդեն այն նշանակությունը չի ստանում, երբ որ դու հիմնականում անօթաչուներով կարող ես բավականին ծանր գործողություններ անել։ Վենսը իր հետ այն 4 հատ նմուշի համար, որ բերեց անօթաչուները, ինչի համար բերեց, որպեսզի այստեղից հետախուզական աշխատանքը իրականացվի։ Չբերեց մեզ պաշտպանելու համար։ 4 հատը ինչ պիտի աներ։ Որ դարդը պիտի լացեր, հա, ինչպես ասում են ժողովուրդը։ Այսինքն մենք հասկանանք, որ ծրագրերը ոչ միտեղ չեն գնացել։ Մեր ժողովրդի խաբում են այս իշխանությունները, մեր ժողովրդի թիկունքում իրականացնում են գործողություններ, հանուն որոնց իրենց բերել նստացրել են այստեղ։ Եվ ցավը նրանում է, որ նույն Ադրբեջանը, նույն Թուրքիան այդ նախկինում եղած հանձնառությունները իրականացնելու համար հերթական անգամ նոր նախապայման են դնում, որը վճարում է Հայաստանը արևմուտքի ճնշմամբ, ամերիկացիների եւ եվրոպացիների ճնշմամբ։ Հասկանում եք, նախապայմանի մասն է խոսքը, որ նույն ադրբեջանցիների այստեղ իբրև թե վերաբնակեցման հետ կապված, դա վաղուց դրած պայման է։ Նույն Արցախը հանձնելու հետ կապված։ Մենք ունենք բազում պահանջներ, որը վերաբերում է Արցախի, դուք կհիշեք, քանի տարի է, որ Արցախի վերաբերյալ տեղեկատվությունը մեր պետական մարմինների կայքեջերից հեռացված է։ Դե Արցախ անունը պետք չի տալ մնաց տեղեկատվությունը։ Էլ չեմ ասում, արդեն փակում են Արցախյան շարժումը, հա, եւ անթույլատրելի են համարում ընդհանրապես հայկական հիշողության մեջ որևէ ազատագրական կամ ինքնապաշտպանական որևէ բանի մասին խոսելը, որտեղ Ադրբեջանի, Թուրքիայի պահանջները հայտնի են եւ գիտենք, անդադ քննարկում են։ Գուցե ցանկը շատ է մենք տեղյակ չենք, բայց շատերը տեղյակ չեն, որ անգամ իրենք ուսումնասիրել են մեր օրենսդրական դաշտը եւ հստակ ցանկ կա ներկայացված, թե որտեղ որ օրենքը ինչ ձևով պիտի փոխվի, որպեսզի իրենց ցանկությունները իրականություն դառնան։ Այսինքն մեզ որպես հասարակություն, որպես ազգ ամլացնելու գործընթացի մեջ է այս իշխանությունը եւ դա արվում է թուրքերի եւ ադրբեջանցիների պահանջով ի պատասխան այն հանձնառությունների, որոնք ենթադրում են Իրանի դեմ իրենց ֆիզիկական մասնակցություն։ Հիմա արդյոք այդ հանձնառությունը վերցրել է ոչ միայն թուրք-ադրբեջանական, այլ նաեւ արևմուտքի Հայաստանի իշխանությունը, երբ որ մենք տեսնում ենք այս փուլում ակտիվ դիմակայություն հայ-ռուսական հարաբերություններում։ Իմիջիայլոց Հայաստանը այս առումով մեղմ է, չի խոսում, բայց Ռուսաստանից շատ կտրուկ հայտարարությունների պակաս, գրեթե 1 ամսից ավելի է, չկա ամենօրյա ռեժիմով, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս դիմակայությունը, երբ որ նաև բերում ես տնտեսական սահմանափակումների, ուր է տանելու Հայաստանը եւ ինչ վտանգներով է հղի։ Դա այն պայմաններից մեկն է, որով այս իշխանությունը բերվել եւ նստածվել է։ Հիշեք 18 թվականի Բոլթոնի այցը։ Եվ այս իշխանությունները շատ արագ կերպով
սկսեցին այսպես ակնհայտորեն արևմտյան հովանու տակ Հայաստանը տեղավորելու գործընթաց։ Ես որպես դեսպան հիշում եմ այն ցենց ապշանքը, որ ես ապրեցի, երբ որ 18 թվականի դեկտեմբերին կառավարության ղեկին այսօր նստած անձնավորություն այցելեց Բրյուսել եւ գնաց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։ Ինձ համար դա ցնցող էր, որովհետեւ դու հակընդեմ անվտանգային համակարգի հիմնադիր անդամ պետություն ես եւ քո փաստացի ղեկավարը գնում է հակառակորդ, ուրեմն թիմի կենտրոնական հանդիպում ունենալու։ Եթե անգամ դու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ պիտի հանդիպեիր, ինքը պիտի գար քո դուռը, ոչ թե դու գնայիր իր դուռը։ Ըստ պետական արարողակարգի պահանջների դա է պահանջվում։ Այստեղ արդեն ստորադասման խնդիր էր։ Դա ակնհայտ ցույց տվեց, որ ենթակայության հարց է լուծվում, որ հանձնառություններ կան, որոնց քննարկումը իրենք պիտի անեն եւ որոնց կատարման հետ կապված ես բազմիցս նշել եմ եւ շատերը մոռանում են, դրան հաջորդող նամակ հղվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, որը այս կառավարությունը հետո այսպես ինչպես անհասկանալի մեկնաբանություններով ներկայացրեց իբրև թե ֆեյք է, բայց երբ որ այդ նամակը կարդում ես, հասկանում ես, թե ինչ ծրագիր էր եւ ինչ էր ենթադրվում Արցախի առումով իրականացնել եւ հաջորդող ժամանակահատվածի գործողությունները շատ համընկնում են այդ ծրագրին։ Դա պատահական չէր նախապես։ Որևէ քայլ, որ այս իշխանություններն անում են, դրանք պատահական չեն։ Այս իշխանությունները բերվել են արևմտյան գլոբալ ծրագրերի իրականացման նպատակով, որի հեռահար թիրախը իհարկե նաև Չինաստանն է, բայց առաջի թիրախը Ռուսաստանը եւ Իրանն են։ Նպատակը հեգեմոնիան աշխարհում պահելը եւ ռեսուրսային բազային ամբողջովին տիրապետելն է։ Դա այդ դեպքում Ռուսաստանը միջև ինչքան հեռու կարող է գնալ, որովհետեւ սահմանափակումները Ռուսաստանը շատ հանդուրժողաբար էր վերաբերվում Հայաստանի գործողություններին, սկզբում ենթադրում եմ կուլ տալով այն հաբը, որ իրենց ներկայացում էր իբրև թե անգետիկների հավաքածու են եւ սխալներ են անում, կհասկանան, կշտկեն, իսկ հետո արդեն վերջի 1 տարվա գործողությունը եւ հատկապես այդ օրենքի անհասկանալի ձևով հանրային որևէ աջակցություն չունեցող օրենքի ընդունումից հետո արդեն Բրյուսելներում համապատասխան ինչ-որ հանձնառություններ ստանձնելու գործողություններին հաջորդեց արդեն ամբողջական ընկալումը, որ այս իշխանությունները փաստացիորեն խաբելով ժամանակ են շահում տնտեսական օգուտ քաղելով եւ ական են դնում նույն Ռուսաստանի տակ եւ վտանգում են ընդհանրապես թե ռուսական անվտանգությունը, թե այն կառույցները, որտեղ Ռուսաստանը որպես առաջատար ուժ ներկայացված է։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել նաեւ ԵԱՏՄ-ից դուրս գալուն, 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելուն, կարող է այդ թափանցել։ 102-րդ ռազմաբազան հանելուն, այո, կհանգեցնի, եթե այսպես շարունակվի, ԵԱՏՄ-ից դուրս գալը մի քիչ ավելի բարդ process է, որտեղ իրենք դեռևս շահագրգռված չեն, որտեղ գիտեն տնտեսական սարսափելի կորուստներ են ունենալու, թեև մեզ նույն ամերիկացիները եւ եվրոպացիները խոստացել են բազում ցուրտ ծմերներ եւ վերադարձ 90-ականների ճգնաժամային 50 միլիոն է խոստացել։ 50 միլիոնը մեզ նվեր են տալիս, թե վարկե հերթական պարտքային գիծը ավելացնելով։ Չգիտեմ, բայց կարևորը որ երկարաժամկետ է դա։ Եթե նվեր լիներ, իրենք կշեփորահարեին, որ դա դրամաշնոր է։ Դա հերթական պարտքային բեռ ավելացնելու եւ մեր ժողովրդի ներկայիս դժգոհությունը որոշակի, եթե աջակցությունը պարտքային է, վարկային է, եւ որոշակի այսօրվա մեր տնտեսվարողների որոշ դժգոհություն մեղմելու նպատակ ունի այս ժամանակահատվածում, երբ որ իրենք դեռ ծրագրի մեջ են գտնվում, իրենք խնդիր չունեն Հայաստան փրկելու, իրենք խնդիր չունեն բարեկեցիկ Հայաստանն, իրենց համար բացարձակապես կարեւոր չի։ Բացարձակապես, այստեղ հայ ապրում է, չի ապրում եւ այլն։ Իրենց անհրաժեշտ է, որ ով էլ որ այստեղ լինի, հլու հնազանդ կամակատարի ձևով իրականացնի իրենց թելադրանքը։ Դուք ներկայացրեցիք բազմաթիվ վտանգներ այս իշխանության հետ կապված, քաղաքականության հետ կապված, բայց տեղի ունեցավ ընտրություններ եւ Հայաստանի բնակչության զգալի հատվածը նորից Նիկոլ Փաշինյանին լիազորեց շարունակելու Հայաստանի կառավարումը։ Ինչպես այդպես ստացվեց, որ
Եթե վտանգները կան, բայց հասարակությունը ընտրում է այդ մարդուն։ Հասարակությունը չի ընտրել, մենք բազում ընտրախախտումներ ենք տեսել եւ ես մի քանի անգամ նշել եմ, որ այս իշխանությունների օրոք մենք անգամ տեսել ենք ընտրախախտումներ, որոնց մասին մենք վաղուց մոռացել ենք, այսպես 90-ականների այն մոռացված արդեն վաղուց սնդուկների մեջ թաղված այդ բոլոր ընտրախախտումները կատարելագործված ձևով օգտագործվում է։ Պատահական չէր, որ Եվրոպան դեսանտ իջացրեց, որպեսզի այսպես իրենց թելադրանքով ուղղորդումներով այս իշխանությունները անեն բաներ, որոնք աներևակայելի են մեր ընտրողների համար։ Եթե մենք այդ խախտումների տոկոսային մասը հանենք, այսինքն արդեն իսկ այսօր թվերով հայտնի նվազագույնը մենք խոսում ենք 100,000, որ գիտենք բավականին գումարած 58,000 ԲՀԿ-ի ձայները, մենք արդեն 160,000-ի մասին ենք խոսում եւ դրան հավելենք այն, որը դեռ մինչեւ այս պահը բացահայտված չի, իսկ դա վերաբերում է թե անհասկանալի քանակով մարդկանց ցուցակներում ներառելը, քվեարկությունները, չի բացառվում կրկնակվեարկությունները եւ այլն կամ մարդկային կարուսելները, հա։ Դրանք եթե հաշվի առնենք այդ 160,000-ը, գումարած այն աննորմալ վարչական ռեսուրսը, եւ ճնշումը, վախը, շանտաժը, որ օգտագործվել է մեր հանրության վրա, մենք կարող ենք ասել, որ մեր հանրության 15-ից 20%-ն է առավելագույնը իրենց ձայն տվել, իսկ դա այն մարդիկ են, որոնք իրենցից կախվածության մեջ են, հա, տնտեսական, պաշտոնեական, հարազատական, ինչ-որ շահադիտական նպատակներով քվեարկել են։ Միշտ բոլոր հասարակություններում այդպիսի զանգված կա, որը այսպես մորթային շահից ելնելով քվեարկություններ է իրականացնում, ոչ թե այն խնդիրներից, որը իրոք պետական նշանակություն ունեն։ Իսկ մենք գիտենք, որ մեր այս ընտրությունները գոյաբանական նշանակություն ունեին մեզ համար։ Այսինքն հանրությունը ինքը քվետ չի տվել այն քաղաքականությանը, որը իրենք հիմա փորձում են ներկայացնել։ Եվ մենք շատ լավ հասկանում ենք, որ մենք համադրական դատարան, այո, եւ ճիշտ է գնա, եւ ճիշտ է անում, որ վիճարկում են, որովհետեւ հանրության համար այս իշխանությունները արդեն լեգիտիմ չեն։ Սահմանադրական անգամ եթե ընտրությունները անվավեր հայտարարի եւ նոր ընտրություններ հայտարարի, այս իշխանությունները արդեն լեգիտիմ չեն։ Արդեն լեգիտիմ չեն, որովհետև հանրության համար բացահայտ է խախտումների այն տեսակը եւ մեթոդոլոգիան, որ իրենք օգտագործել են։ Իսկ դա սկզբունքային տարբերություն է դնում։ Այս իշխանությունները 18-ին շեփորահարում էին, որ իրենք ժողովրդավարության բաստիոն են եւ ընտրություններ երբեք չեն կեղծելու։ Դա արդեն անցած գիծ է, կարմիր գիծ է, որը արդեն անցել է եւ գումարած հակազգային այն քաղաքականությունը իրենք իրականացան, իրենք այլևս իրենք, ինչպես ասում են, ձեռքերի վրա ձվածեղել անեն ժողովրդին մատուցեն, իրենք այլևս սևացած են, իրենք այլևս վերականգնման, իրենց հեղինակության վերականգնման հնարավորություն չունեն։ Հիմա, բայց իրենք ծրագիր ունեն անելու։ Իրենք մնա ամեն ինչ արվեց, որ իրենք մնան։ Նույնը արվեց Մոլդովայում, նույնը արվեց Հունգարիայում, նույնը արվեց Ռումինիայում։ Մենք հասկանում ենք, որ սա գլոբալ այդ ծրագրի մասն է։ Իրենք տասնամյակներով ռեսուրս, էներգիա են ծախսել, որպեսզի նման մեկին բերեն այստեղ իշխանության, որը հնարավորություն կտա ամբողջ այս տարածաշրջանը կտրել Ռուսաստանից եւ սա դարձնել իրենց համար պլացդարմ հետագա ռազմաքաղաքական գործողությունների համար եւ դարձնել մեզ ռեսուրսային հումքային բազա իրենց բարեկեցության համար։ Սա է ամբողջ արևմուտքի նպատակը։ Բայց դա մատուցում է հասարակությանը որպես ինքնիշխանություն, մեկ երկրից կախվածություն չունենալ։ Իսկ ինչպես պիտի մատուցվեր այլ ընտրանքների փնտրտուք Իսկ ինչպես պիտի մատուցվեր, որ հանրությունը իրենց խաբվելով ձայն տար։ Մենք այդ խաբկանքը տեսել ենք 18 թվականին Մենք տեսել ենք բոլոր հնարավոր դրվագներում, թե մայիսին, երբ որ ստանձնում էր պաշտոնը, իր ելույթները մի հատ վերցնեք, եթե լսեք, կհասկանաք ինչ։ Թե այն ծրագրերը, որ իրան գրեցին, թե պատերազմը, ամբողջ պատերազմը խաբեություն էր։ Տիկին Աղաջան, տեսեք, լավ, 18-ին ենթադրել խաբեություն, թե ծրագիրներ, որ 21 թվականին ներկայացեցին եւ հաջորդող բոլոր քայլերն էր խաբեություն։ Խաբեություններ 18-ին մարդիկ խաբվեցին։ Պատերազմից հետո ինչպես խաբվեցին։ Որտեւ իրենք խոստացան, որ Արցախի դեօկուպացիայով են զբաղվելու։ Բա 26-ին 26-ին մարդիկ վախի եւ շանտաժի միջոցով են ձայն տվել։ Վել չեմ ասում գումարային հարցերը, որ այսօր սահմանադրականում քննարկվում են եւ չբացահայտված դեռ այն
ողջ ծավալը, որի մասին մարդկանց շփումների ժամանակ լսում ես, բայց փաստական ապացույցներով բնականաբար մարդիկ վախենում են դրա մասին խոսել։ Ձեր կարծիքով եւս 5 տարի այս իշխանությունը Ոչ, կպաշտպանաբար։ որովհետև ընդհանրապես աշխարհաքաղաքական իրավիճակը դա թույլ չի տալու։ Ոչ թե որ մեր հանրությունը հանկարծ այսպես կպորտկա, իհարկե դա հնարավոր է, բայց աշխարհաքաղաքական զարգացումները տանում են դեպի այնպիսի վիճակ, որ ստիպելու են այս իշխանություններին մեզ համար խիստ կենսական անդամահատումներ անել, իսկ դա մեր հանրությունը չի հանդուրժելու եւ այլևս իրենք չեն կարող խաբել մեր դաշնակից, բնական դաշնակից պետություններին, որպեսզի իրենք գոնե չեզոքություն պահպանեն։ Կարծում եք հասարակությունը չի հավատա այդ փաթեթավորումը, որը կներկայացնեն ձեր ասած այդ անդամահատումներին։ Կասեն ինքնիշխանության համար, Իրանցի կասեն պետության պարագայում դուք համար։ հիշում եք իրանցի զարգացումները։ Ինչ եղավ։ Հիշում եք, որ խոստանում էր, որ եթե չտան մի շաբաթ հետո պատերազմ է։ Եվ ժողովրդի ինչպեսի պորտկում արձանագրեց։ Ժողովրդի պորտկումը օգնեց, որպեսզի այսպես կոչված որևէ իրավական հիմք չունեցող անկլավները չհանձնվեն։ Անցել է 2 տարի։ Բայց դա հանձնառություն է, որ իրենք իրենց վրա վերցրել են։ Այսինքն հաջորդող յուրաքանչյուր քայլ, եթե հանրային դժգոհությունը բողոքը կա, իրենց համար էլ ավելի դժվար է դա իրականացնել։ Հիմա իրենց առջև դա դրված է, թե Տիգրանաշենը, թե մյուսները, թե սահմանների մնացած մասը, մկրատնառը վերաձևում են։ Հայաստանը կտրում են ընդհանրապես։ Պատահական չի, որ այս գյուղատնտեսության ամբողջ ոլորտը անկում է ապրում մեզ մոտ։ Ասում են մի մշակի արի տաքսի քշի, որովհետև սեփական արտադրություն ունեցող պետություն ինքնաբավության մակարդակ ունի, նշանակում է ինքնուրույնության որոշակի աստիճան ունի։ Սպասարկման ոլորտի պետություններին ենթարկացնելը շատ հեշտ է։ Այսինքն հստակ քաղաքականություն է իրականացում։ Դրան զուգահեռ մեր ինքնության վերաձևման գործընթաց է գնում։ Թե դպրոցներում դասագրքերի խեղաթյուրման միջոցով, թե մեր պատմությունը աղավաղելու միջոցով, այսինքն կարծում եք այդ ամեն ինչ ինչ որ մի փուլում կկանգնի, ամբողջություն կլինի։ Տեսեք, այս ընթացքում իրենք ենթադրում են 24 թվականին, որ մեր ժողովրդի դիմադրությունը վերջնականապես կոտրվել է։ Բայց սրբազան պայքարը ցույց տվեց, որ ամենևին էլ այդպես չէ եւ իրենց գնահատականները սխալ են։ 24-ից մինչեւ օրս հանրային դժգոհության մակարդակը ոչ թե պակասել է, այլ ավելացել է։ Բայց փողոց չի պարտադիր չի։ Եվ իրենց համար դա իրենք փորձում են ժողովրդին հանել փողոց, սադրելով հանել փողոց, որպեսզի ղեկավար առաջնորդող գոլորշին բաց թողել։ Ոչ միայն գոլորշին, նաև առաջնորդող կազմին չեզոքացնելու միջոցով լրիվ զրկեն հնարավոր դիմադրության ժամանակ հաջող պայքարի հնարավոր։ Ջլատել, այսինքն։ Ոչ միայն գլխատելու process-ը։ Իրենք փորձում են գլխատելու process իրականացնել, որովհետև ժողովրդին ուղակի հենց այնպես փողոց չես բերի։ Իսկ լուր դժգոհությունը շատ ավելի բարդ է գնահատել եւ կառավարելը։ Իսկ մեր ժողովուրդը լուր դժգոհության այսպես կուտակվող կացայի մեջ է գտնվում։ Կափարիչը այսպես թքթքում է, հա, գոլորշին տալիս է, թքթքում է, բայց այդ պայթյունը ինչի կբերի, չգիտեն, եւ արևմուտքի համար մեր ժողովրդի այդ հատկանիշը եւ իրենց համար անսպասելի պահի համախմբվելու եւ միասնական գործելու կարողությունը անհասկանալի է, անշոշափելի է եւ ես ուրախ եմ, որ իրենց համար անշոշափելի է, որտեղ իրենք դեռևս չեն կարողանում հասկանալ այդ սոցիոլոգիական ինժեներիայի միջոցով ինչպես դա ճկեն խեղեն, որպեսզի լրիվ դիմազրկեն մեր հանրությանը։ Շնորհակալ եմ։